ուտեմ, չուտեմ, ուտեմ, մի հատ ինչ պիտի անի քեզ, ախր այդքան դիմացել ես, արդեն առել ես, ափսոսա, վաղվան ինձ դիետա կպահես, ես ավելի լավ միտք ունեմ, գնացինք? Հեռացնում ենք կաշին ու ոսկորները, դրանք մեզ պետք չեն գալու, և մանրացնում ենք միսը։ Եթե դեռ գիտես, թե ինչ է սա, ապա գրիր մեկնաբանություններում ու անպայման լայք դիր։ Այսպես ոչ միայն աղում ենք միսը, այլ մարզում ենք ձեռքերն ու ծախսում ավելորդ կալորիաները։ Միսը շատ խոշոր էր ստացվել, դրա համար ավելացնում ենք մեր նախընտրած համեմունքներն ու նորից խառնում։ Ֆարշը լցնում ենք յուղաթղթի վրա, ծածկում սննդային թաղանթով ու կրկնակով հարթեցնում այնքան, մինչև ստացվի մսի համաչափ բարակ շերտ։ Որպեսզի հետո չչարչարվենք, դանակով բաժանում ենք ֆարշը կտորների, դնում ենք ջեռոցը ու 160 աստիճանում եփում այնքան, մինչև պատրաստ լինի։ Վերջապես սպիտակուցներով հարուստ չիփսը պատրաստ է, մնում է համեղ լինի և անպայման խրթխրթա, դա ինձ համար ամենակարևոր կետն է։ Հուսադրող է։ Այս ձայնը ինձ հուշում է, որ չիփսերը իսկապես խրթխրթալու են։ Եկեք փորձենք։ Չիփսերը վատը չէին, կգնահատեմ 10-ից 6 միավոր, որովհետև բաներ կան, որոնք ես մյուս անգամ պատրաստելիս հաստատ կփոփոխեմ։ Մսի շերտը բավականին հաստ է ստացվել, մյուս անգամ ավելի բարակ կգրտնակեմ, համեմունքները մի քիչ կշատացնեմ, աղը մի քիչ կքչացնեմ, եթե անկեղծ լինեմ, մի քիչ չոր է ստացվել ու սա ուտելուց հետո անմիջապես ուզում ես ինչ-որ մի բան խմել, դուք գիտեք, որ ես միշտ լրիվ անկեղծ եմ ձեզ հետ ու այս դեպքը բացառություն չէ, սրանք նման չեն իսկական չիփսերին, այլ ուղղակի նման են չորացրած մսի, եթե դուք սիրում եք ֆիլմերի կամ սերիալների ընթացքում ինչ-որ մի բան խրթխրթացնել, սա շատ լավ տարբերակ է, որովհետև ունի քիչ կալորիականություն, գյուղոտ չէ, հարուստ է սպիտակուցներով, իսկ եթե դուք սովորական չիփսերի սիրահար եք, ուրեմն սա ձեզ համար չէ։ Մեկնաբանություններում կարող ես գրել, թե որն է չիփսի քո սիրածամը, օրինակ ես սիրում եմ պապրիկայով չիփսեր, իսկ դու։ Դե ինչ, անպայման լայք դրեք այս վիդեոին, բաժանորդագրվեք ալիքին, որ շուտով հասնենք 60,000 հետևորդի։ Ես ձեզ շատ եմ սիրում, կհանդիպենք հաջորդ անգամ, հաջողություն։